հայրենիքը Հայաստանն է։ Դպրոցը մխիթար ստեբացացի կրթահամալիր։ Ունենք յուրահատուկ բնաշխարհ, յուրահատուկ բույսեր եւ կենդանիներ։ Բուսական աշխարհի ներկայացուցիչներից շատերը էնդեմիկ են։ Բույսեր ծառերեր կան, որ շատ են, կաղնին, սոսենին, հացենին, հաճարենին, ուռենին, բարդին։ Վաղ անցյալում հայոց մեջ բարդին համարվել է կենաց ծառ եւ պատկերվել է բրոնզե գոտիների, արքայական սաղավարտների, պաշտամունքային քանդակների եւ որմնապատկերների վրա։ Հայաստանում եղել է սրբազան բարդիների անտառ։ Բարդին խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը։ Մեսրոպատար Հենամյամի ձեռագիր մատյանում գրված է, որ հայոց բարդիների ծնունդն են առել բռնակալբերի դեմ կռվի ժամանակ զոհված հայ զորականների արյունից։ Դրա համար էլ նրանք նման են զորաշար կազմած կամ միայնակ մնացած զինվորների։ Անտառ չեն կազմում, որովհետև Հայկ Նահայպետի զինվորները փոքրաթիվ են եղել, բայց մենակ լինեն թե շարքի մեջ, հաղթողի պես բարձր են պահում իրենց գլուխները։ Մենք էլ ունենք բարդի։ Մենք սիրում էինք մեր բարդի ծառը։ Այո, արդեն անցյալ ժամանակով։ Այո, պարզվեց, որ բարդին հարկավոր է կտրել։ Մենք զարմացանք, նույնիսկ զայրույթ կար մեր զարմանքի մեջ, տվեցինք շատ հարցեր, ինչու։ Դրված բացատրությունը համոզիչ էր։ Ծառը ծեր էր, արդեն շատ բարձր, այն հանկարծ կարող էր շրջվել։ Բարդին վտանգավոր էր, նաև իր սերմով, բամբակ է։ Սերմերը տարածվում էին ամբողջ շրջապատում եւ այդ ժամանակաշրջանում շատերն ունենում էին աչքերի ու շնչադության գանգատներ։ Մելինեն հաշվեց ծառի տարիքը, այն 30 տարեկան էր, չափեց բնի տրամագիծը 45 սանտիմետր, բարձրությունը մի քիչ տրամաբանությամբ շենքի բարձրությունը հիմք ընդունելով 15 մետր։ Մենք հասկացանք աշխատանքի կարևորությունը։ Այժմ ընդարձակ մաքուր տարածքը սպասում է մեր գործի շարունակությանը։ Միահամուռ ուժերով մեծերի օգնության կարիքը անպայման կունենանք։ Կիրականացնենք ջերմոց ունենալու գեղեցիկ նախագիծը։ Իսկ բարդու բնի ստորին չկտրված հատվածը թող մնա որպես ջերմոցի պահապան, որպես մի փոքր հանգստանալու տեղ։ Նախագիծը վերածվել է արդեն գործի, տարածքը մաքրվեց, խնամվեց, դդմիկները տնկվեցին որպես ջերմոցի առաջին բնակիչներ։